Հայաստանի հարավային օդային դարպասների պահապանները ծառայում են այստեղ բարձրադիր գոտում ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձրության վրա եւ կարողանում են հսկել ամբողջ օդային տարածքը։ Եղանակն այստեղ հարաբերական է, փոփոխական, մշուշոտ ու երբեմն դժվար տեսանելի, սակայն ոչ հակաօդային պաշտպանությունն իրականացնողների համար։ Ապրում են Սարի գագաթին բոլորից վեր ու բոլորին հսկելով, շատերի համար այս հորիզոնները գեղագիտական են, խաղաղ անամպ, սակայն զինվորականները քաջատեղյակ են, կարող են ամեն րոպե մարտական առաջադրանք ստանալ, երբ հակառակորդը հատի սահմանը։ Սա հակաօդային պաշտպանության դիվիզիոններից մեկն է, հրամանատարը Վաչագան Ղազարյանն է, հրամանատար, ում որդին խրամատում է, իսկ ինքը լեռներում։ Ուսումնական տագնապ զինծառայողների համար ցանկացած ահազանգ ընդունվում է որպես իրական խնդիր։ Նրանք անմիջապես զբաղեցնում են իրենց տեղերը, սկսում են գրանցումներն ու հաղորդակցվում կապի միջոցներով։ Արդեն 5 տարի է ծառայում եմ հայոց բանակում։ Ծառայությունը ինձ համար մեծ պատիվ է, քանի որ դաստիարակվել եմ հայրենասիրական ոգով։ Մարիամի համար այս ամենն ամենօրյա աշխատանք է, նա պայմանագրային է, ով գործընկերների համար կազմում է գծագրեր ու քարտեզ, նշելով ուղղությունը, կոորդինատները։ Այստեղ բոլորն են գիտակցում, որ ցանկացած շեղում կարող է ճակատագրական լինել։ Ես կարծում եմ, կին զինծառայողը պետք է լինի բանակում, քանի որ մեր տղամարդկանց պետք է լինի ամուր պատնեշ, որպեսզի կարողանան հաղթահարեն այս մեր բոլոր դժվարությունները։ Հրամանատարական կետում արձանագրում են հաղորդում, այստեղ զինված են գրչով ու տեղեկագրերով, ավելի հեռվում զենքով։ Արմենի ծառայողական ուղեկիցը Իգլա-S զենիթահրթիռային համալիրն է, թիրախին սպասելիս։ Պահպանում եք ստորաբաժանման օդային տարածքը հակառակորդի օդային հարձակողական միջոցներից։ Մեկնարկային մարտկոցների դերը մեծ է, նրանք ֆիլտրում են էներգիան ու մատակարարում ամենազոր տեխնիկային։ S-300 զենիթահրթիռային համալիրներն ամենակարող են, դիպուկ, կործանիչ, ծավալներն ու արդյունավետությունը հսկայական, սա զենք է հարձակվողի դեմ։ Այստեղ յուրաքանչյուր գերանք եւ հարյուրավոր կոճակներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունեն, որոնց տիրապետելը պարտադիր է, սխալվելն անդառնալի։ Այդուհանդերձ հայ զինծառայողների համար հսկայական զենքերի ղեկավարումը չափազանց դյուրին է։ Կատարել որոնում։ Վերցնել ուղեկցման։ Զինատեսակին տիրապետելը գլխավոր, սակայն միակ կարևոր պայմանը չէ, դրանք ստուգել է անհրաժեշտ, հետևել ու ուշադրության կենտրոնում պահել։ Սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ամեն օր անցկացվում է ֆունկցիոնալ հսկում, մարտունակ է եւ պատրաստ է ցանկացած պահի կատարել մարտական խնդիրը։ Այս ամենին հնարավոր է հասնել միայն գործնական պարապմունքների շնորհիվ, որոնք ամբողջացվում են լսարաններում։ Հակաօդային պաշտպանության ամենաառաջնային տեղեկությունները, տեխնիկայի օգտագործմանը վերաբերող մանրամասները ներկայացվում են դասընթացների ժամանակ։ Ստորաբաժանում գտնվող բոլոր զինծառայողները լիովին տիրապետում են իրենց գործառութային պարտականություններին, ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Այսքանը հոբ գնդի միայն մեկ ստորաբաժանումն է, հաջորդ դիվիզիան ավելի հեռու է ու նույնքան կազմ պատրաստ։ Ստորաբաժանման ծառայողներն էլ վերջերս մասնակցել են ԱՊՀ երկրների հոբ համակարգի զորավարժություններին եւ բարձր ցուցանիշներ գրանցել։ Ստեփանը ռադիոլոկացիոն հանգույցի հրամանատարն է, տեխնիկայի մասնագետը, օդային սահմանի անվտանգության երաշխավորը, որպեսզի թիկունքում ապրողները հանգիստ լինեն։ Այժմ տեղափոխվենք Բաղրամյան զորավարժարան, որտեղ նոյեմբերի 10-ին կանցկացվի մարտական հրաձգության կիրառմամբ գնդային մարտավարական զորավարժություն։ Ստուգատեսին ներգրավված են 5-րդ բանակային զորամիավորման շրջանակում գործող հրետանային ստորաբաժանումները։ Այս շաբաթ ընթացել են զորախաղի նախապատրաստական վերջին աշխատանքները։
Այս օրերին Բաղրամյան զորավարժարանում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Նոյեմբերի 10-ին կայանալիք կրակային փուլից առաջ զորավարժության կարևոր առանձնահատկություններից մեկը պահեստազորի մեծաքանակ ուժերի ներգրավումն է։ Համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի անցկացվում է գնդային մարտավարական զորավարություն մարտական հրաձգությամբ պահեստազորի ներգրավմամբ։ Այսօր տարածաշրջանում առկա մարտահրավերներից ելնելով շատ կարևորվում է նման զորավարությունների անցկացումը, որտեղ պահեստազորի զորակոչված զինծառայողները ներդաշնակվում են ժամկետային պարտադիր զինծառայողների հետ եւ համատեղ կարողանում են իրենց առջև դրված խնդիրները կատարել։ Զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Հակոբ Ավետյանի ուղեկցությամբ շրջում ենք զորավարժարանի տարբեր հատվածներով։ Այս օրերին այստեղ կենտրոնացված են զորամիավորման հրետանու հիմնական ուժերը։ Հրետանավորները ակտիվորեն պատրաստվում են առաջիկա մարտական հրաձգությանը։ Փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանի հրամանատարությամբ գործող Հաուբից թնդանոթների դիվիզիոնի հրամանատարական կետում վերջին հաշվարկներն էին կատարվում մարտական հրաձգությունից առաջ։ Այս նույն գործողությունները կիրականացվեն նաև կրակային փուլի օրը։ Հեռավորությունը 4400։ Բարի ուղղությամբ դեպի ծառ։ Կրակային դիրքերում հետևեցինք հրետանու հաշվարկների մարտական աշխատանքին։ Ընդհանուր խնդիրը եւ նպատակները կայանում են նրանում, որպեսզի իրական տեղանքում, պատերազմի նույն իրավիճակում անցկացնենք մեր միջոցառումը, մարտավարական զորավարությունը, բացատրել, հասցնել ողջ անձնակազմի յուրաքանչյուրին իրեն հասանելիք պարտականությունների կատարումը, դիպուկ մարտական կրակով խոցել ցանկացած նշանակե թե պլանային, թե ոչ պլանային։ Նկարահանումների օրը մեր այցելած վերջին կետը Բաղրամյան զորավարժարանի վրանային ավանն էր։ Այստեղ վրաններում զորամասի անձնակազմի ավարտվող ճամբարային հավաքի ամբողջ ընթացքում հրամկազմը արեց ամենայն հնարավորը ժամկետային զինծառայողների եւ պահեստազորայինների առօրյան հետաքրքիր եւ արդյունավետ կազմակերպելու համար։ Զինվորական կյանքի այս կարևոր բաղադրիչը մեծապես նպաստում է զորավարժության նպատակասլաց ընթացքին։ Գնդային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը ձեզ կներկայացնենք զինուժի հաջորդ շաբաթվա թողարկումների ժամանակ։